Դիանա Գրիգորյանի վերջին զանգը հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, վերջապես ճշմարտության պահը մոտ է։ Սոսը գիտակցում է, ամենամեծ գաղտնիքը արդեն բացահայտված է։ Այնինչ տարիներով թաքցվել է խավարի տակ, ինչից խուսափել են բոլոր հնարավոր միջոցներով, վերջապես սկսելու է դուրս գալ ջրի երես։ Սոսը տարիներ շարունակ ապրելով ցավի, մեղքի, կորստի ու խաբեության մեջ, վերջապես հասկանում է այն ամենն, ինչի համար պայքարել է իր ամբողջ կյանքում։ Անգելինան հենց այն աղջիկն է, որ այսքան ժամանակ փնտրում են։ Անգելինան Աննայի և Սոսի համատեղ դուստրն է։ Այս գիտակցումը կործանարար է և միաժամանակ փրկիչ կործանարար, որովհետև բացահայտվում է Միքայելի տարիներ առաջ կատարած խաբեությունը և փրկիչ, որովհետև Սոսն առաջին անգամ հույս ունի, որ կարող է վերադարձնել իր ունեցած ամենաթանկը, բայց ճշմարտությունը դեռ չի հասել Աննային։ Սոսը հավանաբար շտապելու է Աննային բացահայտել ճշմարտությունը։ Նա պատրաստ է ամեն բան ասել։ Աննան պետք է իմանա, որ Անգելինան իր հարազատ դուստրն է։ Աննան իրավունք ունի իմանալ իր երեխաների ճակատագրի մասին։ Բայց ինչպես միշտ Դիանա Գրիգորյանի սցենարներում, ճշմարտությանը հասնելը երբեք չի լինում ուղիղ ու հարթ ճանապարհով, ճանապարհին նոր փորձություն է սպասվում։ Հրապարակված տեսանյութերից պարզ է դառնում, որ Սոսի և Լիլիթի որդուն Արամին առևանգում են, և հենց այս իրադարձությունը դառնալու է հերթական խոչընդոտը ճշմարտության բացահայտման ճանապարհին։ Սոսը խելագարվելու է, մի կողմից ուզում է փրկել իր որդուն, մյուս կողմից ուզում է արագ հասնել Աննայի մոտ ու բացել տարիների փակված ճշմարտությունը։ Աննան կսպասի, կհասկանա, կհավատա, թե նորից ամեն ինչ խառնվելու է իրար։ Այս պահին սերիալում բոլորը խաղում են ժամանակի հետ, իսկ ժամանակն անողորմ է։ Միքայելը հասկանում է, որ իր կառուցած ողջ ստի թագավորությունն արդեն փլուզվում է։ Նա չի կարող կանգնեցնել ճշմարտությունը, բայց փորձում է վերջին ուժերով այն հետ պահել։ Միքայելը շատ լավ գիտի, եթե Աննան ու Սոսը վերամիավորվեն, եթե նրանք իմանան ողջ ճշմարտությունն, ապա իր վերջը մոտ է։ Եվ նա անում է այն, ինչ միշտ փորձում է նոր խառնաշփոթ ստեղծել, նոր խոչընդոտներ, նոր ցավեր։ Արամի առևանգումը ոչ միայն հարված է Սոսին, այլ նաև հնարավորություն Միքայելի համար ժամանակ շահելու, իսկ այդ ժամանակը կարող է փոխել ողջ սերիալի ընթացքը։ Արդյոք Սոսը կհասցնի բացատրել Աննային նախքան նոր դժբախտությունը նրանց խլի իր ճիրանների մեջ։ Արդյոք Աննան կհավատա նրա խոսքին։ Արդյոք Անգելինան պատրաստ է լսել մի ճշմարտություն, որը կշրջի իր ամբողջ աշխարհը։ Սրանք այն հարցերն են, որոնք այժմ ամենաշատն են հուզում հեռուստադիտողներին։ Վերջին զանգը մոտենում է իր ամենաուժեղ, ամենահուզիչ և ամենաաննկարագրելի փուլին։ Յուրաքանչյուր հաջորդ սերիա կարող է դառնալ շրջադարձային, յուրաքանչյուր ասված ու չասված բառ կարող է փոխել մարդկանց կյանքերը, իսկ ճշմարտությունը, որքան էլ այն վերադարձնի կորցրածը, նույնքան էլ կարող է քանդել ու պայթեցնել ամեն բան։ Դե իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի առաջինը տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Գրեք տեսանյութի մեկնաբանություններ բաժնում ինչ եք կարծում, Աննան շուտով իմանալու է ճշմարտությունը և Սոսը վերջապես հասցնելու է Աննային բացահայտել ճշմարտությունը, թե դեռ Միքայելը հնարավորություն ունի ժամանակ շահելու և Աննային հեռու պահելու այդ ճշմարտության բացահայտումից։ Սոսը որդու օգնությամբ գլխի ընկավ, որ հենց Անգելինան է այն աղջիկը, որին այսքան ժամանակ փնտրել են։ Նա ուղիղ հարց է տալիս Լիլիթին, թե արդյոք Անգելինան է իր դուստրը, բայց հեռուստասերիալի հենց ամենակարևոր պահին, հերթական սերիայի ավարտն է մոտենում։ Եվ բնականաբար հեռուստադիտողները շունչները պահած սպասում են հաջորդ սերիային, երբ վերջապես Լիլիթը կխոստովանի, բայց Լիլիթի համար էլ այս ամենը դառնալու է հերթական ծանր հարվածը։
Արդյոք Լիլիթը կշտապի Միքայելին ասելու, որ Սոսը գիտի ճշմարտությունն ու պատրաստվում է Աննային բացահայտել, և արդյոք Միքայելն իսկապես առևանգում է Արամին, որպեսզի այս ճշմարտությունը դեռ երկար ժամանակ թաքնված մնա: Ինչի է պատրաստ Լիլիթը այս ամենից հետո, որպեսզի գաղտնիքը չբացահայտվի կամ գոնե վնասվեն ավելի շատ մարդիկ: Դե ինչ, ամենահետաքրքիրը դեռ առջևում է: Թե ինչ է սպասվում հեռուստասերիալի ավարտին, կիմանաք շատ շուտով, բայց հեռուստասերիալն ավարտին մնացել է քիչ ժամանակ, ընդամենը 1 ամիս, և ևս մեկ պատմություն կգնա անցյալի գիրկը: Իհարկե Դիանա Գրիգորյանը հեռուստադիտողներին սպասել ավարտ չի խոստանում, բայց արդյոք կարդարանան հեռուստադիտողների սպասելիքները, թե ոչ, կիմանաք ընդամենը ժամեր անց: Իսկ Վիկտորյանն ու Ավագը վախ ունեն, որ Անգելինան կբացահայտի ճշմարտությունը, որ Աննան կիմանա ու իրենից կխլի երեխային: Բայց արդյոք Անգելինան կընտրի երկու ծնողների միջև: Անգելինան այնքան խելացի է ու շատ լավ հասկանում է, որ Ավագն ու Վիկտորյան իրեն տվել են այն սերն ու ջերմությունը, որ կերազեր ցանկացած երեխա ստանալ իր ծնողներից: Բայց Աննան իր կենսաբանական մայրն է ու նա մեղավոր չէ, որ իրեն տարիներ առաջ խլել են իր կենսաբանական մորից: